Գյումրի քաղաքում թեքահարթակի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Քաղաքում հիմնական փողոցներից բացի գրեթե ոչ մի փողոց ասֆալտապատ չէ։ Գյումրիի կենտրոնական, բայց ոչ գլխավոր փողոցներից մեկն է։ Այս փողոցով ոչ միայն քայլում են Գյումրու բնակիչները, այլև հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված Արեգակ ցերեկային խնամքի կենտրոն հաճախող սաները։ Կենտրոնում նրանց սիրում են զբաղեցնում, իրականացնում հոգեբանական եւ բժշկական թերապիաներ։ Բայց եթե կենտրոնի մեքենան սաներին չբերի խնամքի այս հաստատություն, նրանց գալը կլինի շատ դժվար, շատերի դեպքում անհնար։ Լարիսա ջան, քեզ ո՞ւր ես բերում։ Մերկադելը, մամա փողոց քանը, կուկան կվեսնեն, կուկան ստեղ։ Կասես ինձ դու ստեղ ինչ ես անում։ Խաղում եմ։ Ինչ ես խաղում։ Ավտո։ Սկուշ, վիզիտ կճաշ, տեսնպես։ Արեգակ ցերեկային խնամքի կենտրոնը ստեղծվել է 6 տարի առաջ։ Հաջորդ տարվա սկիզբ տեղափոխվելու ենք նոր կենտրոն, որը կոչելու ենք Էմիլիա Արեգակ ցերեկային խնամքի կենտրոն հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Այս կենտրոնը աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կովկասյան հանրապետություններում, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք ապրում են ընտանիքներում, հաճախում են Արեգակ շաբաթական 5 օր եւ ստանում մասնագիտական խնամք։ Դա անչափ կարևոր է, որովհետև մեր երեխաները ունեն հատուկ բժշկական խնդիրներ եւ այդ պատճառով մեր հատուկ մասնագետները հոգ են տանում նրանց մասին։ Մեր երեխաների զարգացումը անչափ կարևոր է մեզ համար եւ մենք մեր արժեվ նպատակ ենք դրել, որպեսզի այդ երեխաները ներառվեն դպրոցներում, դպրոցներ հաճախեն, այսինքն բոլոր երեխաների հետ, իսկ հետո կարողանան նույնիսկ եթե հնարավոր է հաճախել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Արտերկրում տարածված է այդպիսի ցերեկային խնամքի կենտրոնները, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցողների ընտանեկան հոգսերը թեթևացնել։ Նրանց հարազատները ցերեկային ժամերին կարողանում են մասնագետների հոգացությանը հանձնել իրենց հարազատին, վստահ լինելով, որ նա ապահով ձեռքերում է։ Հաճախ կարող են նրանց հետ մնալ, հետևել, մասնակցել թերապիաների անցկացմանը, օգնել մասնագետին ու պարզապես մասնակցել խաղերին։ Գարնանը գործելու է ավստրիական Կարիտաս ընկերության աջակցությամբ կառուցվող նոր գրասենյակը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով ու պայմաններով։ Շենքը կառուցված է փայտից, ապակուց, հատակը չափազանց հարմար է սայլակի ընթացքի համար։ Սենյակները լայն են, լուսավոր, ծանհանգույցը նույնպես լինելու է հարմարեցված։ Մեզ այստեղ ասացին, որ շենքի դիմաց կլինի նաև հարմարեցված լողավազան, որտեղ հնարավոր կլինի իրականացնել հիդրոթերապիաներ, լինելու է այգի։ Կնորոգվի արդյոք դեպի շենք բերող ճանապարհը ավստրիական կազմակերպության ներկայացուցիչները տեղյակ չեն, բայց լավատես են։ Իրենք իրենց խնդիրը լավ գիտեն։ Իսկ առայժմ մինչև նոր շենքի բացումը Արեգակի սաներին խնամում են հին ու գողտրիկ բնակելի տնակ հիշեցնող գրասենյակում։ Այն որոշ չափով հարմարեցված է եւ ապահովում է ջերմ ընտանեկան մթնոլորտ։ Արեգակ կազմակերպության կամավորներն օգնում են ընտանիքներին նաև ներառական կրթության ծրագրից օգտվելու հարցում։ Արտյոմ Հարությունյանը սովորում է Գյումրիի նորակառույց թիվ 23 դպրոցում։ Դպրոցը նրանց տանից հեռու է մոտ 7 կիլոմետրով, բայց անգամ մոտ լինելու դեպքում Արտյոմը դժվարություն կունենար հասնել այնտեղ, Գյումրիի չասֆալտապատված առանց թեքահարթակների փողոցներով։ Ինչ է նշանակում եշկահան։ Գյումրիի թիվ 23 նորակառույց դպրոցն է։ Այստեղ 4-րդ դասարանի դասն անցնում է հետաքրքիր խաղերով ու վարժություններով։ Ինչպես դասվարն ասաց, մինչև մեր գալը սովորում էին ձեռքերը բռնած թխված քաբլիտ ուտել։ Դա շատ էր ոգևորել երեխաներին ու հիմա պատրաստած դասը ստուգելն ավելի հեշտ է, առանց երեխային բնորոշ փոքրիկ վախերի։ Դպրոցը ներառական է, միայն 4-րդ դասարանում ծրագրով սովորում է 6 երեխա, ու դասվարը բարձր գնահատական դնում է անհատական մոտեցմամբ, գովում է նույնպես անհատական մոտեցմամբ։ Պահել քո լեզուն եւ դրա շնորհիվ նաեւ քո հայրենիքը։ Այս է կարևորը։ Հասկանում ես։
Արեգն ու Արտյոմը լավ ընկերներ են, թե ողջ դասարանն է ընկերասեր ու թե նրանցից ով ինչ խնդիր ունի, երեխաներին չի էլ հետաքրքրում, կամ հետաքրքրում է, երբ ինչ-որ պահի պետք է իրար օգնել։ Արտյոմը եթե չի կարողանում մի բան պատրաստել, մենք Արտյոմին օգնում ենք, որպեսզի նա կարողանա պատրաստել։ Երեխաների ամենից սիրած խաղը պահմտոցին է։ Մենք Արտյոմի հետ պահմատոց ենք խաղում։ Ավտոմեքենաներ ենք խաղում։ Արմենն Արտյոմի եղբայրն է։ Իր համար սովորական է, որ եղբոր հետ նույն դպրոցը պետք է հաճախի։ Դասերը տանը միասին պետք է պատրաստեն։ Առայժմ դպրոց հաճախելու հարցում նրանց ընտանիքին աջակցում են Արեգակ հասարակական կազմակերպության կամավորները։ Սամուելն ավստրիացի է։ Հայերեն դժվարանում է խոսել, բայց բավական հասկանում է, որպեսզի երեխաների հետ հաղորդակցվի դպրոցում։ Նա այդ օրը փոխարինում էր Արտյոմի մայրիկին դպրոցում։ Մինչև Արտյոմի փոքրիկ եղբոր ծնվելը, մայրիկը նրա հետ դպրոց ու Արեգակ կենտրոն էր հաճախում, որպեսզի Արտյոմը ուսուցիչների ու իր օգնությամբ ավելի հեշտ հաղթահարի դասերի ընթացքում ծագող կենցաղային խնդիրները։ Անհատական աշխատանք է տարնում եւ հոգեբանը եւ հատուկ մանկավարժը, ունենք դպրոցում մասնագետների խումբ։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի աշակերտները կոնկրետ ներառական կրթական համակարգի իրենց հավասար զգան բոլոր մյուս աշակերտների կողքին։ Աշխատում ենք եւ ներառական կրթական համակարգում ընդգրկված աշակերտների հետ եւ դպրոցի մյուս աշակերտների հետ, ովքեր որ մեր կարիքն ունեն։ Համագործակցում ենք թե ծնողների հետ, թե դասղեկ դասվարանների հետ։ Դպրոցում գործում է մանկապարտեզ, հրաշալի ճաշարան, որտեղից դասարաններն օգտվում են գրաֆիկով, որպեսզի տարբեր տարիքի երեխաներ իրար չխանգարեն։ Իսկ այդ ընթացքում երեխաների համար Արտյոմի հետ ճաշարան գնալն ամենասիրելի պահն է, երբ Սամուելին խնդրում են թույլ տալ, որ սայլակն իրենք տանեն։ Արտյոմի, Արեգի եւ մյուս երեխաների համար չափազանց հետաքրքիր էր անցել ամանորյա տոնածառը զարդարելու օրը։ Այն իրականություն էր դարձել հեքիաթի նման, մասնակցել էր ողջ դպրոցը։ Սկսած 63 տարեկանից մինչև 20 տարեկանները բոլորը երիտասարդ են եւ բոլորը մասնակցել են մեր տոնածառը զարդարելուն։ Տոնածառը զարդարելիս հնչել էր երաժշտություն ու ուսուցիչներն ու աշակերտները իրար օգնելով ստացել էին ահա այս հրաշքը։ Ընդհանրապես նորակառույց թիվ 23 դպրոցը աննախադեպ է Հայաստանի պայմանների համար։ Այստեղ ներառական կրթությունն իրականացնելու համար ոչ թե հին դպրոցների նման մի կերպ հարմարեցրած, բայց վտանգավոր թեքահարթակ ունեն, այլ ի սկզբանե ճիշտ կառուցված, այնպես որ սայլակով երեխաներին հնարավոր է բարձրացնել շենք եւ իջեցնել առանց մեծ դժվարությունների։ Իսկ Արտյոմենց դասարանն առաջին հարկում է։ Դպրոցում Արտյոմը ֆիզիկական դժվար հաղթահարելի շատ խնդիրներ ավելի հեշտ է լուծում, քան տանը։ Ցավոք դպրոցի տնօրենի մեզ հետ զրույցում արտահայտած մտահոգությունը Արտյոմի սոցիալական վիճակի մասին արդարացված էր։ Ընտանիքում 4-րդ տարուզավակն է ծնվել։ Երեխան ծնվել է երկրաշարժից հետո ձեռք բերված արդեն փլուզման վտանգի տակ գտնվող տնակում։ Իհարկե տարիներ առաջ ընտանիքը բարելավման համար գումար ստացել է, բայց տանը վիրահատության ենթակա հիվանդ են ունեցել եւ գումարը ծախսվել է։ Իսկ այսօր պարզապես շարունակում են ապրել լավատեսությամբ։